Ինեկոբանկը քո կողքին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունն այս տարի ընդլայնում է 2023-ին ներդրված կրթության աջակցության նախաձեռնությունը։ Նախաձեռնության կրթական ուղղության Ինեկո կամպուս ծրագրի բյուջեն ավելի քան 1 միլիարդ դրամ է։ Ինեկո կամպուսը 5 հիմնական ուղղություն ունի, որոնցից 3-ը այս տարի առաջին անգամ ենք մեկնարկելու։ 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում, 15 ուսանողի ուսման վճարի փոխհատուցում, 20 ուսանողի արտերկրում կարճաժամկետ ուսուցման ֆինանսավորում։ Այս տարի մեկ խոշոր կոմպոնենտ ունենք, որը հնարավորություն է տալիս 30 տարբեր ուղղվածության մասնագետների ուսանել աշխարհի top 50 բուհերում, ամբողջությամբ ֆինանսավորվելով Ինեկոբանկի միջոցներով։ Եվ մեր վերջին ամենակարևոր կոմպոնենտներից մեկն էլ մեր աշխատակիցների, երեխաների ուսման վճարի փոխհատուցումն է։ Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն ասում է, որոշել են կենտրոնանալ կրթության ֆինանսավորման վրա, քանի որ դա երկարաժամկետ արդյունք ունի։ Կրթության ֆինանսավորման միջոցով մենք ուզում ենք հասնել անհատ քաղաքացիների, անհատ շահառուների կրթության որակի բարձրացմանը, ուզում ենք հասնել որակյալ մասնագետների առկայությանը, որը կբերի Հայաստանի Հանրապետության տնտեսության եւ զարգացման տարբեր ոլորտներում էական մրցունակության աճի։ Հայկ Ոսկանյանն ասում է, սա է պատճառը, որ որոշել են միջոցները ծախսել կրթության ֆինանսավորման վրա։ Կրթության ֆինանսավորումն իր մեջ ներառում է կրթաթոշակներ, վարձավճարի փոխհատուցում, արտասահմանում կարճաժամկետ ուսուցում, ինչպես նաև մագիստրոսական ծրագրեր արտերկրի հայտնի համալսարաններում։ Ծրագրին մասնակցելու համար մի կարևոր պայման կա։ Այն մարդիկ, ովքեր որ կստանան ֆինանսավորում եւ ուսուցումը կշարունակեն արտասահմանում, պարտադիր վերադառնան եւ ներդնեն իրենց ամբողջական ռեսուրսը, այսպես ասած, եւ այդ կրթության արդյունքները Հայաստանի Հանրապետության զարգացման համար։ Նախորդ 2 տարիների համեմատ այս տարի ընդլայնվում է նաև բուհերի ցանկը։ Ծրագրից օգտվելու հնարավորություն կստանան 14 բուհերի ուսանողներ։ Սա ոչ միայն կարևոր է առանձին վեցված բուհի կամ Ինեկոբանկի համար, սա կարևոր է եւ ընդհանուր առմամբ մեր տնտեսության համար եւ մեր հասարակության համար։ Իմ կարծիքով այն ուսանողները, ովքեր այս ծրագրին մասնակցեցին, բացառիկ փորձառություն ստացան, որովհետեւ կարողացան պրակտիկ մակարդակում զարգացնել իրենց հմտությունները, կարողացան ուսումնառության ընթացքում տեսնել իրենց կարիերայի հեռանկարները եւ կարողացան նաեւ շատ սահուն կերպով ուսումից դեպի աշխատանք անցնել։ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառան Ալբանդյանի խոսքով այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է, քանի որ արվեստագետի համար հատկապես դրսում սովորելն անհրաժեշտություն է։ Կան բազում ծրագրեր, որոնք ուղղված են ինչ-որ արտաքին էֆեկտ ստեղծելու վրա եւ շատ հազվադեպ են այն ծրագրերը, որոնք ուղղված են բազային արժեքներ ստեղծելու վրա։ Սա հենց այդ բազային արժեք ստեղծող ծրագրերից մեկն է։ Ծրագրի նախկին շահառուներից ոմանք հնարավորություն են ստացել աշխատանքի անցնելու Ինեկոբանկում։ Նմանատիպ ծրագրերը հատկապես Հայաստանի Հանրապետությունում ես բավականին կարևորում եմ ինքս իմ տեսանկյունից, քանի որ ֆինանսապես մեծ աջակցություն է հասցվում ուսանողներին եւ թեթևացվում է ֆինանսական բեռը կրթության հետ կապված, ինչպես նաեւ տրվում է հնարավորություն աշխատելու այնպիսի ընկերություններում, որոնք առաջատար են։ Իրեն Գալստյանը եւս նախորդ տարի մասնակցել է Ինեկոբանկը քո կողքին ծրագրին ու հաղթել։ Հնարավորություն է ստացել մասնագիտական պրակտիկա անցնել Ֆրանսիայի Նիս քաղաքում։ Խորհուրդ եմ տալիս բոլորին առանց երկմտելու դիմել ծրագրին, քանի որ դուք հնարավորություն կունենաք Հայաստանում լավագույն բանկերից մեկի ներքին աշխատանքներին ծանոթանալու, ձեզ բացահայտելու նոր միջավայրում եւ իհարկե ձեռք բերելու արժեքավոր կապեր։ Ինեկո կամպուս ծրագրի դիմում հայտերն ընդունվելու են հունիսից։ Արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։